Տիկին Աննայիդ, դուք ոսկետապ համայնքից եք։ Ոչ, ես ուրիշ համայնքից եմ, բայց գալիս եմ այստեղ եկեղեցի։ Տեղյակ եք, որ երեք եկեղեցու քահանային տեր Արտաշեսին եկել է վարչական ղեկավարը, նաև եկեղեցին կառուցողը սպառնացել, հարկադրել, որպեսզի դուրս գա եկեղեցուց, հակառակ դեպքում կողպեքներն են փոխելու, բանալիներն են փոխելու, ինչպես եք գնահատում։ Տեղյակ եմ։ Ուղղակի մտածում մարդիկ Աստծուց վախ չունեն, Աստծուց երկյուղ չունեն եւ գաղափար չունեն, եկեղեցին Աստծո տունն է։ Իրենք ոնց կարող են եկեղեցին իրենց համարել։ Եթե իրոք հավատավոր են, եթե իրոք բարեգրար են համարում իրենք եկեղեցին արել եւ տվել են արդեն մեր սրբերին, Սահակ Մեսրոպին, որոնք մեր մեծագույն սրբերից են։ Ինչպես կարող են իրենք եկեղեցին իրենց համարել եւ քահանային հարկադրել։ Նրանք չեն տեսնում քահանայի աշխատանքը։ Նրանք չեն տեսնում այս մի տարուկեսվա ընթացքում ինչքան մարդ է հավաքվել եկեղեցու շուրջը։ 50-ից 70 երեխա միայն մասնակցում է Կիրակնորյա դպրոցին։ Ես երբեմն նույն երեխեքի հետ շփվում եմ։ Դուք չեք պատկերացնում այս երեխեքի ոգևորվածությունը, այս երեխեքի հավատը արդեն։ Ոնց կարելի է քահանայի աշխատանքը չգնահատել եւ թերա գնահատել։ Տեր Արտաշեսը երեք մեծ զրույցում ասաց, որ պատճառը այն է, որ չի միացել վեհապարի կաթողիկոսի դեմ այս արշավին, մեկ օր նրա միացումը կարծես մեկ օր հատևեց եւ սրանով են պատճառաբարում Տիկին Աննայիդ նրան այստեղից դուրս հանելը։ Գիտեք ինչ, մենք ով ենք մենք վեհապարի դեմ դուրս գանք։ Մենք ով ենք Աստծո օծյալ մարդկանց դուրս գամ։ Ես անգամ այն քահանաներն ու եպիսկոպոսները, որոնք չեն միացած, եկեղեցի չեն գալիս կամ պարակտողական հերձողական շարժում են անում, ես անգամ նրանց ոչինչ իրավունք չունեմ ասելու։ Նրանք Աստծո օծված ժողովուրդ են, կաթողիկոսն է նրանց օծել։ Այդ օծումը իրանք ինչպես կարող են մի կողմ դնել, ինչպես կարող են այդ օծումը չնկատել եւ այսօր գնալ նրա դեմ։ Ոնց որ մարդը գնա իր հոր դեմ։ Կաթողիկոսը մեր հոգեվոր հայրն է։ Ինչ չէ, Աստված է նրա դատն ու դատավորը, մենք չենք։ Մենք անվերապահորեն պիտի ենթարկվենք մեր եկեղեցու կարգու կանոնի եւ մեր եկեղեցու դրված ամեն ինչի։ Ես այսպես եմ կարծում, ինչքան որ ես մտածում եմ, այսպես է կարգը։ Եկեղեցին է մեր միակ, եկեղեցին հայրենիքը դրանք նույնն է։ Մենք ինչպես կարող ենք եկեղեցին հայրենիքից զատել։ Եթե մենք եկեղեցին զատում ենք ինչ որ ձևով պարակտում ենք եկեղեցին, ուրեմն մենք հայրենիքներ ենք ոչնչացնում։ Մեր հավատանքը ինչ է եղել, վասն հավատու եւ հայրենաց։ Վասն հավատու հայրենաց այսքան տարի մեր ժողովուրդը պայքարել է։ Այսօր էլ հավատու եւ հայրենաց պատերազմ։ Ես այսպես եմ կարծում, որովհետեւ եթե մենք եկեղեցին պարակտեցինք, եկեղեցուն տեր չեղանք, հայրենիքներ ենք ոտքի տակ տալու։ Հայրենիքներ ենք կորցնելու։ Իսկ մեր հայրենիքը կորցվող հայրենիք չի։ Սա հազարամյակների հայրենիք է։ Այս հայրենիքը ցանկացած մասում, եթե հողը երկու մատ քանդես, արյուն է դուրս տալու մեր զավակների մեր նահատակների սուրբ արյունն է դուրս տալու։ Ինչպես մենք կարող ենք վերաբերվել հայրենիքին այս ձևով եւ մեր եկեղեցուն, մեր սուրբ մարդիկ ամբողջ աշխարհը նախանձում է առաջի քրիստոնյա եկեղեցին, մենք այսօր վեր ենք ասել ուզում ենք տրորենք մեր քրիստոնյա եկեղեցին։ Ինչ գործն է, ով ամուսնացած է, ով ամուսնացած չէ, ով ինչ է անում, ոչ չեմ։ Աստծո առաջ իրենք իրենց պատասխանը պետք է տան։ Բոլորը։ Եվ ինչ որ մեկը վաճառվում է, չգիտեմ, բրուտի ագարակի գնով մարդիկ վաճառվում են, ոնց կարելի է։ Բրուդի ակարակի գինն են տալիս իրենց, որ իրենք վաճառվեն։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Չեմ կարող դատել, մեղադրել, ոչինչ ասել։ Ես գտնում եմ, որ մենք պիտի լինենք մեր եկեղեցու շուրջ, մեր քահանաների շուրջ, այն բոլոր քահանաների, որոնք հավատարիմ են մեր մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ուրիշ ոչ մի բան, պարակտելը մեր ազգի շահի եւ ենթագիտակցության մեջ անգամ չկա, որպեսզի մենք եկեղեցին պարակտենք։ Տիկին Աննայիդ, իշխանությունը Փաշինյան, ասում են, որ կաթողիկոսը Գարեգին բան մեր երկրի անվտանգությանն է սպառնում եւ ամեն գնով չեն ընկրկում եւ նրան դիմում են Ավազանյանով կտրիչ ներսեն եւ պահանջում են որպեսի հեռանա եւ կարծես թե 10 դիրադավ անունը ստացած եպիսկոպոսներն են միացել նրանց, ինչ-որ բարենորոգման քարտեզ են գծել, ինչպես եք պատկերացնում այս ամենի հանգուցալուծումը վերջը։ Աստված ողորմանա իրաց իր մեծի ողորմությամբ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, Աստված ողորմանա իրաց։ Ես Վանեցի տատուն էի, հավատավոր ու սարսափելի, մեր հավատը երևի իրենից է գալիս, իմ Սաթեն տատը։ Եթե մեկը դպրոցական էինք, մեզ դպրոցում է ժամանակ ուսուցանում էին Աստված եւ այլն չկա, մեղա։ Ետ գալիս հետ ունասում էի տատը, ես ինչ ուսուցիչը սենց ասեց, ասում է Սուս, քուցեն կտրի, Աստված կլսի, Աստված է նոր աշկեր տխանի։ Հիմա դա Վանեցու բարբառով է։ Հիմա ես ուզում եմ ձեզ ասեմ, որ թող իրենք մտածեն իրենց մեղքի մասին։ Ամեն մարդ իր գործած մեղքի եւ հանցանքի մասին ինքը թող մտածի, ոչինչ չեմ կարող ասել։
Միայն Աստծո ողորմությունը իրենց համար, Աստծո ողորմությունը ուրիշ ոչ մի բան, թող Աստված ողորմա մեզ, մեր երկրին, մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ մեր հավատը ամուր եւ ասեսան պահի, ուրիշ ոչ մի բան եւ մենք մեր ամենայն հայոց կաթողիկոսի կողքին ենք, ինչ վայրահաչումներ ուզում ա դիմել։